Մելոյան հարցս վերաբերում է Փաշինյան-Պուտին 3 տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը անդրադարձել է Հայաստանում առաջիկայում սպասող խորհրդարանական ընտրություններին եւ այս համատեքստում խոսել է նաեւ ներքաղաքական իրավիճակի մասին, մասնավորապես նշել է, որ Հայաստանում կան ռուսամետ քաղաքական ուժեր կան, որոնց առաջնորդները ազատազրկման վայրում են եւ լավ կլիներ, որ նրանց նույնպես հնարավորություն տրվեր մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընտրապայքարին։ Ձեր դիտարկմամբ Տիկին Մելոյան, քաղաքական որ շրջանակների որ ուժերի նկատի ունի պարոն Պուտինը, երբ որ խոսում է ռուսամետ ուժերի մասին եւ ազատազրկման վայրում գտնվող ուժի ներկայացուցիչ որպես արդյոք նկատի ունի Սամվել Կարապետյանին։ Տեսեք, նախ շնորհակալ եմ հարցադրման, այս հարցի ուղղակի պատասխանն իրավասու է տալ կամ հենց անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահան կամ իրենց ներկայացուցիչները, ցավոք սրտի, ես չգիտեմ, իրենց պատկերացումների շրջանակները, այնուամենայնիվ մենք մեր քաղաքական ուժեղ Հայաստանը հստակ տեսլական ունի, քանի որ բավականին հիբրիդային միջամտություններ ենք նկատում ու արձանագրում մեր երկրում, հատկապես նախատեսվելիք ընտրական գործընթացներին, մենք ունենք մի տեսլական անթույլատրելի է մեր համար կարմիր գիծ է Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացու ընտրական կամքի վրա ցանկացած միջամտություն։ Դա այն կարմիր գիծն է, որի պահպանման ուղենիշն է մեր քաղաքական ուժի գործունեության հիմնական նպատակը, իսկ ինչ վերաբերում է գնահատականներին, վերաբերմունքներին, մի հատ իրավական նյուանս, ինչպես այսիկ ազատազրկման վայրում այս պայդրությամբ մեր քաղաքական ուժը անհավասար պայմաններում է, մեր պարագայում հավասարության սկզբունքը ընտրական գործընթացներին մասնակցելու խախտված է, որովհետև մեր առաջնորդը հնարավորություն չունի մյուս քաղաքական ուժերի առաջնորդների ձևաչափով օրինակ քարոզչություն իրականացնել, մասնակցելու գործընթացներին։ Այս տեսանկյունից սա նաև արձանագրել են մեր եվրոպական գործընկերները, որոնք գալիս դիտորդական առաքելություններ են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ հստակ արձանագրում արեցին, վերջին իրենց դիտարկումներում զեկույցում, որ ուժեղ Հայաստան կուսակցության պարագայում արդեն այդ հավասարության ձևաչափը խախտված է ու նաև ընդգծեմ, որ մեր տեսանկյունից նաև անթույլատրելի մանիպուլյացիաներ են իշխանության կողմից իրականացվում, օրինակ այն իրողությունը, որ գործադիր իշխանության ղեկավարը ազատազրկված կարգավիճակում գտնվող քաղաքական ուժի, որը հանրային հավանության է արժանանում, աջակցություն լայնամասշտաբ ունի, ասում է, թող խոսեն, մի խոսքով մանիպուլացնում է հաղորդակցման արգելքը սահմանափակված լինելու պարագայում իշխանությունները շահարկում են տվյալ գործչի անձի հաղորդակցման հնարավորությունը, սա անթույլատրելի մանիպուլյացիա է, ես կարծում եմ, ու այնուհետև անմիջապես սկսում են իրավական գործընթացներ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգավորմամբ, սա կրկին նախ բացահայտ միջամտություն է իրավական գործընթացներին, կրկին հերթական անգամ հաստատման է գալիս, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, բայց հենց սա է հիմնանպատակներից մեկը, թե ինչու ենք մենք այս քաղաքական պրոցեսների ծիրում, պետք է այս իրավիճակը շտկվի եւ իրավունքը ի վերջո գերակայի, Դուք ձեզ ռուսամետ ուժ համարում եք Տիկին Մելոյան։ Ոչ, մենք մեզ հայամետ ենք։ Դաշնության նախագահի այդ սրտացավությունը Հայաստանում ռուսամետ ուժերին հնարավորություն տալ մասնակցել ընտրապայքարին, ինչով կբացատրեք։ Կրկին իհարկե ավարտեք։ Շարունակություն, սա արդյոք մեկ պետության կողմից միջամտություն չէ, մեկ այլ սովորեն պետության ներքին։ Ես կրկին ընդգծեցի, միայն նախ ես իրավասու չեմ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության պետական գործիչների ընկալումները ու գնահատականները, դա ավելի ճիշտ կլինի դեսպանատանես հարցադրումը, որպես ես ասացի, իմ միջամտությունները, այո, համարում եմ, որ տարաբնույթ միջամտությունները քաղաքացու կամքի վրա անթույլատրելի են։ Ես մեզ չեմ համարում ռուսամետ ուժ, մենք ուժեղ Հայաստան կուսակցությունը հայամետ ուժ ենք ու մենք գալիս ենք հենց այն իրականությունը ու ճշմարտությունը վերականգնելու, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն է իշխանության աղբյուրը, մեկ, երկրորդը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու կամքի վրա չպետք է լինի ճնշումներ եւ
երրորդ, մեր այսօրվա իրականության հիմնական պատճառներից ու խնդիրներից մեկը այն է, որ երկրի քաղաքական դաշտը մեկը ռուսամետ է, մեկը ռուսաֆոբ է, մեկը արևմտամետ է, արևմտամֆոբ է։ Մենք պետք է գանք գործենք հայի շահից, երբ որ հայկական շահը հայամետությունը առաջնահերթություն օրակարգային քաղաքական կդառնա, այդ ժամանակ մեր երկրի բոլոր խնդիրները աշխարհաքաղաքական փոխհարաբերություններում կշտկվեն, կներեք էլի մի լրացում էլ անեմ, տեսեք, այն իրականությունը, հա, երբ խոսում ենք շահերից տարբեր, նույն իշխանությունը, հա, դիրքավորվում է երբեմն որպես հակառուս, բայց այսօրվա դրությամբ փաստերով երբ առաջնորդում եք, Հայաստանի տնտեսությունը երբեք այսպիսի կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից չի ունեցել, քան Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Հետևաբար, երբ փաստերը նայում ենք, չես կողմնորոշվում, հա, աշխարհաքաղաքական ուղղությունները, փոխհարաբերությունները ինչպիսին են ու ինչի նախընտրական նախորդային, օրինակ, այցեր են կատարում տարբեր աշխարհաքաղաքական ղեկավարներ։ Արդյոք կասկածելի չէ, օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլընտրանքային էներգիայի վերամշակում են Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում ատոմային էներգիայի, արդյոք դա Ռուսաստանի հետ բարիադրացական փոխհարաբերությունների հաստատման փորձ չէ եւ փորձ չէ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության աջակցությունը սպասելիք ընտրություններ ունենալու ու կրկին միջամտությունների, հա, օրինակ մենք ունենք արձանագրած երկու փաստ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս է ու կրկին էսլա միջամտություն, հա, աջակցություն է հայտնում, օրինակ սպասվելիք խորհրդարանական ընտրությունների քաղաքական ուժերից մեկի ղեկավարն այդ պահի իշխող ուժին։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձը կրկին աջակցություն է ասում է լավ կլինի սպասվող ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Սրանք բոլորը Պուտինի դեպքում բոլոր դեպքերը կրկին եմ ընդգծում արտաքին ուժերի պաշտոնատար անձանց թելադրանքները, բոլոր միջամտությունները անթույլատրել են մեր երկրում պետք է բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացին որոշի, թե ով է լինելու հաջորդ վարչապետը եւ այս պայդրությամբ մենք գնում ենք այն տրամաբանության, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու։ Շատ շնորհակալ եմ։ Կներեք, նախապես ասացիք, ձեր կուսակցության անվանումը Հայամետ էր, ինչու փոխեցիք, վերանվանեցիք ուժեղ Հայաստան։ Որովհետեւ պետրեգիստրում Հայամետ էիք վերանցված։ Որովհետեւ այդպես նպատակահարմար գտանք, մենք մեր տեսլական օրակարգը Հայամետ ուժեղ Հայաստանն է, հայամետությունը չի չեղարկվել, անկյունակարն է հայամետությունը, բայց մեր հիմնական նպատակը ուժեղ Հայաստան ունենալն է, վերջապես մեր թիկունքը շտկելն է, որովհետև այս միակողմանի զիջումային տրամաբանությունը կարծում եմ մեզ լավ տեղ չի հանգրվանելու։ Նաև Դավիթ Մինասյանի կալանավորման հանգամանքով դուք ինչ բացատրություն ունեք, որ հաշվի չառնվեց նրա առողջական վիճակը եւ փաստացի անհամատեղելի է կալանքին, ինչը մենք տեսանք նաև ուշաթափության դեպքը, արդյոք կվերանայվի այս որոշումը։ Տեսեք, ես անձամբ կարծում եմ նորմալ ցանկացած adekvat մարդ շատ ծանր է տարել այս տեղի ունեցածը, ինքս պատիվ ունեցա ծանոթացա հա մայրիկի հետ, դուք չեք պատկերացնում, օրինակ ես հրապարակում եմ արել, ինչքան մարդիկ են անծանոթ գրել այս ընտանիքի վերաբերյալ։ Իրականում օրինակելի երեխաներ, օրինակելի ընտանիք ու նման վերաբերմունքը, նման միջամտությունը հա այդ նման ընտանիքի վրա, երբ որ ակնհայտ սադրանք էր, հա տեսեք, երբ որ սովորական միջադեպ չէր, շատ քննադատությունները լինում են, եթե միակողմանի իրավիճակի չնայենք, ասում են օրինակ ինչի վարչապետը մտավ, բռնության, այո, ինչ որ իրավիճակ առաջացավ, նախ 3 հրապարակվեց լրացուցիչ տեսանյութ, որ երիտասարդը ինքնուրույն կամ ինքնանախաձեռնությամբ հանդես չի եկել, նրան անվտանգության քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցը հարվածել է ծնոտին եւ բնականաբար պատանի է սադրվել է, կարող է նման դրսևորում է լինել, ընդ որում հարվածը ըստ տեսանյութի չի էլ հասնում, հա։ Երկրորդը Սուրբ Պատարագի արարողության ժամանակ, երբ էնել այսպիսի ծաղկազարդի տոներին, հա, երբ մեր հավատացյալ հանրությունը իր ներքին խինդով, հա, խորհրդով օրվա գնում այցելում է եկեղեցի, ընդհանրապես դա էթիկայի կանոնել է, հա, երբ մարդիկ ուշացած գալիս են Պատարագի արարողությանը, չեն մխրճվում խորանին հասնում մարդկանց հրմշտելով, կանգնում են այն հատվածում, որն ազատ է այդ պահի դրությամբ, ու նման մխրճումը այն էլ կրկին ասում եմ, սա դասական ուղղակի բարձրաստիճան պաշտոնատար անձի այց չէր։ Բոլորիս համար է գաղտնիք չէ, հա, որ այս պարագայում վարչապետի կողմից հրահրվել են հարձակումներ, հա, եկեղեցու նկատմամբ եւ մեր հավատացյալ համայնքը, մեր քրիստոնեական համայնքը ոչ օրինաչափ են, հա, ոչ բնականon են վերաբերում այս պաշտոնատար անձին, ինչը արդարացված է, որովհետեւ մենք այն բացառիկ երկիրը դարձանք
քրիստոնեությունը առաջին ընդունած ազգ, որտեղ վեհափառ հոր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որպեսզի պատկերացնեք, օրինակ Հունաստանում խնդիր կա պետության եկեղեցու միջև, այնտեղ իրենց թույլ չեն տալիս կարմիր գիծը անցնել, ուկրաինական իրավիճակը, կրկին կա խնդրահարույց իրավիճակ, այս կարմիր գիծը չեն թույլ տալիս հատել։ Այստեղ թե իրավական, թե բարոյական, թե կրոնական հարթություններում խախտումներ կան արձանագրված ու բնական է, որ ծափող ջուններով վարչապետը չէր ընկալվելու պասուր պատարագի ժամանակ հանրության հավատացյալների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է բուն իրավական գործընթացին, երկ ամսյա կալանք կիրառելը երիտասարդի նկատմամբ, սա անթույլատրելի է, նախ իրապես հիմնավորված է նա առողջական անհամատեղելիության խնդիրներ ունի։ Ու որպեսզի պատկերացնեք, սա իր աստիճան անընդունելիությունը իրավիճակի։ Օրինակ, մեր երկրում կալանքը ամենածանր խափանման միջոցներից է։ Սպանություն փորձ կատարողների նկատմամբ կիրառում են տնային կալանք։ Գողություն կատարողների մեղադրյալների մեջ գողության մեջ կիրառում են վարչական վերահսկողություն։ Ու գնում օրինակ այդ սանկցիայի տակ էլի խափանման միջոցի ներքո էլի գողություն են կատարում։ Կրկնահանցագործություն է տեղի ունենում։ Ոնց կարելի է այս դպրոցահասակ նման օրինակ էլի վարքագիծ ունեցող պատանու նկատմամբ կիրառել կալանքը, դա ինչու կիրառվեց կալանքը։ Ակնհայտորեն բացառապես պատժիչ նպատակ է, հերթական անգամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կալանքը որպես խափանման միջոցը պատժիչ միջոցառում է կիրառվում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով, բայց ես կարծում եմ ոչ չհաջողվեց, ոչ վախի մթնոլորտը հրահրվեց, ոչ պատժվեց այդ երիտասարդը, այդ երիտասարդը ֆիլտրվեց ու մենք գտանք մեր հանրության հերոս, եւս մեկ հերոսի։ Եվ հանրությունը ոչ թե վախեցավ, այլ վրդովմունք առաջացավ, արդարացված։ Շատ շնորհակալ եմ գործընկերներ գծերի մասին, պետություն քաղաքական իշխանություն եկեղեցու հարաբերությունների համատեքստում, ձեր դիտարկմամբ Տիկին Մելոյան, երբ որ հոգևոր իշխանության ներկայացուցիչը Գարեգին Բ-ի մակարդակով պահանջում է քաղաքական իշխանության ղեկավարի հրաժարականը, մեկ այլ բարձրաստիճան հոգևորական սրբազան շարժում է նախաձեռնում, ասում է, որ դա կաթողիկոսի գիտությամբ եւ օրհնությամբ է։ Սա կարմիր գծերը հատելու մասին չէ։ Հարգելի հեղինե, տեսեք, ի տարբերություն երկրի վարչապետի ու պաշտոնատար անձանց իրենք ունեն հստակ գործառույթների լիազորությունների շրջանակներ, որոնցից երբ որ դուրս են գալիս, դա օրինականության սկզբունքին խախտում է, դա ամրագրված է թե սահմանադրությամբ, թե առանձին բնակավարային օրենքներով։ Այս պարագայում հոգևոր հայրերը չունեն տենց կաշկանդվածություն, օրինակ շատ լայնորեն տարածվեց, որ քաղաքականությամբ զբաղվել, բայց չկա հստակ սահմանադրաիրավական նորմ, որը կարգելի նրանց դա անել։ Ու հաշվի առնելով նաև մեր երկրի քաղաքական զարգացումները, այն ողբերգական դեպքերը, հա տեսեք մեր երկրում 3 հատ ողբերգական հետևանքներով պատերազմ մենք դեռ այդ մասշտաբը ինչ մեզ հետ տեղի ունեցել չենք գիտակցում։ Եղել է դարեր շարունակ, օրինակ Արցախը եղել է, որ օտարալծի տակ լինի, բայց այնտեղ միշտ հայ է ապրել։ Առաջի անգամը պատմության մեջ, որ Արցախը ամբողջովին հայալքված է, որ հազարավոր զոհեր են ունեցել։ Բնականon է այդ ողբերգական հետևանքներից հետո ասեմ ավելին, հա ես օրինակ կարծում եմ, եթե այդ օրվա իշխանությունը մի փոքր պետության, պետականության մասին մտածեր, ինքը պետք է հրաժարական ներկայացնել, որովհետև երբ դու պարտված կողմի իշխանությունն ես ու քո իշխանության օրոք է, հա անկախ վերացարկվենք, հա ով ինչ տեսակետ ունի, ոնց կայացավ, ով էր մեղավոր եւ այլն, բայց փաստացի դու ես եղել իշխանությունը եւ այդ կործանարար հետևանքները քո օրոք են տեղի ունեցել։ Մնալով իշխանության դու պարտվող կողմ ես եւ թույլ ես տալիս այդ բանակցային գործընթացում անընդհատ կրավորական կեցվածք ունենալ, երբ որ բանակցային այդ իրավիճակում հենց իշխանությունը պետք է նախաձեռներ իր հրաժարականը եւ թույլ տալ բանակցային սեղանի խաղացող փոխվեր հայկական կողմից։ Եկեղեցու պարագայում այո, որովհետև կրկին ընդգծում եմ սահմանադրաիրավական տեսանկյունից նախ պատմականորեն եկեղեցին նման սուր իրավիճակներում միշտ իր խոսքը ասել է 21 թվականի պատերազմից հետո եկեղեցի 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գրեթե աշխարհում որևէ կառույց չի եղել, սկսած ուսումնական հաստատություններից, գիտական ակադեմիական համայնքներից, համայնքապետարաններից, միջազգային հեղինակավոր գործիչներից, ովքեր չեն պահանջել այս իշխանության հրաժարականը, ու այո, ես գտնում եմ, որ եկեղեցու կողմից չկա, կրկին ընդգծում եմ, հստակ սահմանված այդ կարմիր գիծը ու նորմը, իրավանորմը։ Այսինքն եկեղեցին դուք կարող եք ձեր գնահատմամբ, ձեզ համար որպես քաղաքացի, տեսեք, դա ձեր
ֆիքսված է, որ պետությունը եւ տեսեք, եկեղեցին անջատ, բայց տեսեք, եկեղեցու պարագայում ի տարբերություն եկեղեցու հստակ գրված չէ, որ եկեղեցին կարող է միայն սա անել, դրանից դուրս ոչինչ չի կարող անել ու սովորույթի այնտեղ էլի սահմանված չէ։ Իսկ պաշտոնատար անձանց պարագայում վարչապետի, նախարարի, պատգամավորի հստակ սահմանված է օրինականության սկզբունքի տրամաբանությունը դա է, որ կարող են անել միայն սա, բացի այդ անջատի սկզբունքից, իրենց գործառույթների մասին եմ խոսում։ Եվ դրանից դուրս չկա եւ այլն բառ։ Դրանից դուրս ցանկացած գործողություն արդեն այդ օրինականության սկզբունքը խախտում է, պատահական չէ։ Օրենսդիրը, սահմանադիրը այդ սահմանափակումը դրել են, որպեսզի պաշտոնատար անձինք չկան ու կամայականություններ իրականացնեն։ Հանգամանքի բերումով, որ ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավասու են կատարել այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով 1 եւ երկրորդը, տեսեք, ես համոզմունք ունեմ, որ սա բնավ հոգեվոր հայրերի խնդիր չէ, սկզբում փորձեցին անհատականացնել, անձնավորել, սա ինստիտուցիոնալ խնդիր է եւ իմ համար որպես հայ մարդ, որպես քրիստոնյա ծայրահեղ անընդունելի է եկեղեցու թիրախավորումը, որովհետև եկեղեցին աշխարհի միայն Հայաստանի չէ, աշխարհի հնագույն կառույցներից է, եկեղեցին ավերների միջով է անցել եւ եկեղեցու շնորհիվ է, որ մենք որպես հայ ազգ մեր ինքնությունը պահպանվել է։ Երբ թիրախավորում է այս ինստիտուտը, թիրախում հայի ինքնությունն է հայտնվում։ Դրա համար ես կարծում եմ արդարացի ցասումը կրկին ընդգծում եմ, մենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ հանդիպում ենք, ներկայացնում ենք այս process-ները, հավատացեք, աշխարհի համար եւս անընկալելի է այս գործընթացը։ Քանի որ Սամվել Կարապետյանին եւ ուժեղ Հայաստանին։ Տեսեք, այդ կրկին այդ հարցի թիրախը կրկին ես չեմ, այդ հարցին իրավասու է եկեղեցին պատասխանել։ Շնորհակալ եմ։